Վայրի կարապները։ Լինում է չի լինում, մի թագավոր է լինում, այս թագավորը մի կին է ունենում, բայց արի ու տես, որ թագուհին մահանում է, թագավորին թողնելով 11 որդի և 1 նորածին դուստր։ Կնոջ մահից շատ չանցած, թագավորը կրկին ամուսնանում է։ Այս նոր թագուհին մի շատ չար ու նախանձ կին է լինում, նա չի սիրում թագավորի երեխաներին և կախարդում է թագավորին, որ նա մոռանա իր զավակներին։ Ապա չար թագուհին փոքրիկ Էլզիին, թագավորի դստերը, տալիս է աղքատ գյուղացի ամուսինների, որոնք աղջկան տանում ու մեծացնում են անտառի իրենց խրճիթում, իսկ 11 տղաներին նա վայրի կարապներ է դարձնում և վռնդում պալատից։ Շատ տարիներ են անցնում, Էլիզը մտածում է, որ երբեք չի տեսնելու եղբայրներին, բայց արի ու տես, որ մի օր, երբ Էլիզը նստած է լինում լճի մոտ ու հիանալիս է լինում մայրամուտով, հանկարծ երկնքում 11 ճերմակ կարապ է տեսնում։ Կարապները թռչելով գալիս ու իջնում են Էլիզի կողքին։ Արևը մայր է մտնում, թե չէ, կարապների ճերմակ փետուրները անհետանում են, և Էլիզի կողքին կանգնում են 11 արքայազններ։ Էլիզը անմիջապես ճանաչում է իր սիրելի եղբայրներին, նա վազելով մոտենում ու գրկում է նրանց։ Եղբայրներն էլ ամուր գրկում են և լաց լինելով ասում. «Չար թագուհին կախարդել է մեզ և վռնդել թագավորությունից, մենք ստիպված ենք ցերեկներն ապրել որպես կարապներ, բայց արևը մայր մտնելուն պես կրկին մարդկային կերպարանք ենք ստանում։ Չար թագուհին մեզ թույլ է տվել վերադառնալ այստեղ տարին միայն մեկ անգամ, 11 օրով։ Վաղը 11-րդ օրը լրանում է, և մենք պետք է կրկին հեռանանք։ Սիրելի քույրիկ, մեր ճանապարհը լեցուն է վտանգներով, բայց այժմ, երբ քեզ գտել ենք, էլ չենք թողնի, քեզ էլ մեզ հետ կտանենք»։ Ողջ գիշեր եղբայրները ուռենու ճյուղեր և ջրիմուռներ են հավաքում, և Էլիզը դրանցով ամուր ցանց է հյուսում։ Առավոտյան, երբ արևը ծագում է, 11 եղբայրները կարապներ են դառնում։ Էլիզը խոր քնած էր ցանցի վրա։ Կարապները վերցնում են ցանցն ու թևերն ուժեղ թափահարելով վեր են բարձրացնում քրոջը, կտրում անցնում ցամաքն ու թռչում ծովի վրայով։ Այդ ժամանակ Էլիզը երազում մի փերի է տեսնում, որը նրան ասում է. «Եթե ցանկանում ես ազատել եղբայրներիդ չար թագուհու կախարդանքից, դու պետք է գնաս եկեղեցու գերեզմանատունը և այնտեղից եղինջ քաղես։ Եղինջը կծակծկի ու կայրի մաշկդ, բայց դու պետք է դիմանաս։ Դու պետք է խիզախորեն քաղես եղինջն ու հետո մերկ ոտքերով տրորես այն։ Տրորելով փափկեցնելուց հետո դու պետք է եղինջից թել մանես ու 11 շապիկ գործես եղբայրներիդ համար։ Հենց որ այդ շապիկները հագցնես եղբայրներիդ, նրանք նորից մարդ կդառնան, բայց մի բան լավ հիշիր. առաջադրանքդ սկսելու պահից ոչ մի բառ չպետք է դուրս գա քո բերանից։ Եթե անգամ մի բառ ասես, այդ բառը դաշույն կդառնա և կխոցի եղբայրներիդ սրտերը, ու նրանք կմահանան»։ Էլիզը քնից վեր է թռչում և տեսնում, որ ինքը պառկած է մի քարանձավում, փափուկ մամուռի վրա, իսկ նրա կողքին ծակծկող եղինջի մի փունջ կա։ Էլիզը անմիջապես վեր է կենում ու գնում փնտրելու եկեղեցու գերեզմանատունը։ Գերեզմանատուն հասնելով, Էլիզը առանց ժամանակ կորցնելու սկսում է քաղել եղինջի փնջերը, որոնք ծակծկում ու այրում են նրա մատները։ Էլիզը ցավը մի կերպ զսպելով հավաքում է եղինջն ու արագ վերադառնում է քարանձավ։
որտեղ նա սկսում է մերկ ոտքերով տրորել եղինջը։ Խեղճ Էլիզի ոտքերը ուռչում են և սարսափելի մռմռում, բայց նա ոչ մի ձայն չի հանում, նա չի մոռանում Փերիի նախազգուշացումը։ Եղինջը ոտքերով փափկեցնելուց հետո եղինջից թել է մանում և սկսում է գործել։ Էլիզի ձեռքերը այնպես են ցավում ու մռմռում, որ գործը մի կերպ է առաջ գնում, բայց երբ երեկոն իջնում է և կարապները տուն են վերադառնում, նա արդեն առաջին շապիկի կեսը գործած է լինում։ Եղբայրները շատ են տխրում տեսնելով Էլիզի վիրավոր ձեռքերը և վախենում են նրա լռությունից։ Բայց երբ քրոջ աչքերում տեսնում են հույսի շողը, եղբայրները անմիջապես հասկանում են, որ քույրը հանուն իրենց է այդպես տառապում։ Կրտսեր եղբայրը սկսում է հոնգուր լաց լինել։ Նրա արցունքները ընկնում են քրոջ վիրավոր ձեռքերին և վերքերը իրենց լավանում են։ Բայց հաջորդ օրը, երբ Էլիզը քարանձավում նստած գործելիս է լինում, թագավորը իր շքախմբով որսի է դուրս եկած լինում այդ կողմերում և տեսնում է Էլիզին։ Էլիզը շատ է վախենում, բայց չի կարողանում մի բառ անգամ ասել։ Նա երբեք չի մոռանում, որ եթե անգամ մի բառ բերանից դուրս գա, եղբայրները կմահանան։ Թագավորը հիանում է Էլիզի գեղեցկությամբ և քնքշորեն ասում է նրան. «Մի վախեցիր, գեղեցկուհի, ես քեզ չեմ վնասի, ով էլ որ դու լինես, ես չեմ կարող քեզ միայնակ թողնել այս քարանձավում, դու կգաս ու կապրես իմ պալատում»։ Այսպես թագավորը վերցնում է Էլիզին և տանում իր պալատ։ Առանց մի բառ անգամ ասելու Էլիզը լաց է լինում, մինչև պալատական աղախինները նրան մետաքսե ու ատլասե շորեր են հագցնում ու մազերը զարդարում մարգարիտներով և նրան տանում հանդիսությունների սրահը, որտեղ թագավորը նրա պատվին խնջույք էր կազմակերպել։ Խնջույքից հետո թագավորն ասում է Էլիզին. «Դու կդառնաս իմ թագուհին, բայց ես չեմ ուզում, որ դու տխրես, ես ուզում եմ, որ դու ուրախ ու երջանիկ թագուհի լինես»։ Այս ասելով թագավորը Էլիզին տանում է մի փոքրիկ սենյակ։ Էլիզը մտնում է սենյակ և զարմանքից նրա բերանը բաց է մնում։ Սենյակը ամբողջությամբ զարդարված էր մամուռով և ջրիմուռներով, ասես Էլիզի քարանձավը լիներ։ Գետնին Էլիզը տեսնում է իր գործած առաջին շապիկն ու իր հավաքած եղինջի փնջերը։ Էլիզը ուրախությունից ամուր գրկում ու համբուրում է թագավորին։ Թագավորը սենյակի բանալին տալիս է Էլիզին, որ նա ցանկացած ժամանակ մտնի սենյակ ու շարունակի իր գործը։ Դրանից հետո Էլիզը ամբողջ օրը անցկացնում է թագավորի կողքին։ Թագավորը այնքան լավ է վարվում Էլիզի հետ, որ Էլիզը սկսում է նրան անսահման սիրել։ Նա այնպես է ցանկանում պատմել թագավորին իր սիրո մասին, բայց չի կարողանում, որովհետև եթե մի բառ անգամ ասեր, ընդմիշտ կկորցներ եղբայրներին։ Իսկ գիշերները Էլիզը գնում էր փոքրիկ սենյակն ու շարունակում էր գործել։ Նա շատ էր անհանգստանում, որ եղբայրները չգիտեին իր տեղն ու մոլորված իրեն էին փնտրում։ Գիշերներ են անցնում և եղինջը գնալով պակասում է։ Երբ Էլիզը գործում է և վերջացնում է 10-րդ շապիկն ու հասնում է 11-րդին, այլևս եղինջ մնացած չի լինում։ Ստիպված խեղճ Էլիզը գիշերվա կեսին աննկատ դուրս է գալիս պալատից և գնում է գերեզմանատուն եղինջ քաղելու։ Գերեզմանատուն հասնելով նա վախից քարանում է։ Այստեղ նա 3 վհուկ է տեսնում, բայց հիշում է եղբայրների մասին և վախը հաղթահարելով անցնում է վհուկների կողքով, արագ հավաքում է եղինջն ու շտապ վերադառնում է պալատ։
Թագավորի գլխավոր վեզիրը չէր սիրում Էլիզին, նա միշտ նախանձում էր այդ լռակյաց աղջկան, ով այդպես շահել էր թագավորի սիրտը։ Վեզիրը թաքուն հետևում է Էլիզին և տեսնում, որ նա գնում է գերեզմանատուն։ Վեզիրը շատ է ուրախանում և շտապում է թագավորի մոտ ու ասում. «Ձերդ գերազանցություն, ես այսօր գիշերը տեսել եմ ձեր հարսնացուին գերեզմանատանը շրջապատված վհուկներով։ Նա ինքն էլ հաստատ մի վհուկ է և նույնպես կախարդությամբ է զբաղվում»։ «Ես քեզ չեմ հավատում», ասում է թագավորը։ «Այդ դեպքում գնացեք նրա սենյակը և կտեսնեք, որ այնտեղ եղինջի բազմաթիվ փնջեր կան, որ նա բերել է գերեզմանատնից կախարդություններ անելու համար»։ Պատասխանում է վեզիրը. «Նա վհուկ է, նրան պետք է խարույկի վրա այրել»։ Թագավորը շատ է տխրում։ Առավոտյան նա մարդիկ է ուղարկում Էլիզի սենյակը։ Նրանք ներխուժում են Էլիզի սենյակն ու նրան տանում պալատական զնդանը։ Նրանք Էլիզին թույլ են տալիս հետը վերցնել միայն իր գործած շապիկները, որ չմրսի, և մի փունջ եղինջ, որ իր համար բարձ գործի։ Էլիզը չի հասկանում, թե ինչի համար են իրեն ձերբակալել, բայց տեսնում է, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու, և սկսում է արագ-արագ գործել վերջին շապիկը, որ մինչև մահապատիժը վերջացրած լինի այն ու փրկի եղբայրներին։ Հանկարծ Էլիզը զնդանի ճաղերի միջից մի ճերմակ կարապ է տեսնում, որը թռչելով մոտենում է նրան։ Էլիզը անմիջապես ճանաչում է կրտսեր եղբորը։ Նա ձեռքը դուրս է հանում ճաղերի միջից, որ շոյի եղբորը։ Նա չի կարողանում խոսել և պատմել եղբորը, թե ինչ է պատահել իր հետ, և տխուր հրաժեշտ է տալիս եղբորն ու վերադառնում իր գործին։ Ողջ գիշեր Էլիզը իր ցավացող մատներով արագ-արագ գործում և մինչև լույսը բացվելը համարյա վերջացրած է լինում 11-րդ շապիկը։ Էլիզը չի դադարում գործել նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորի մարդիկ գալիս են ու նրան տանում հրապարակ խարույկի վրա այրելու։ Երբ նրան տանում են փողոցներով մարդկանց միջով, նրա վրա ցեխ են շպրտում, ասելով. «Նայեք, վհուկը ինչ-որ չար կախարդանք է անում», բայց Էլիզը լուռ շարունակում է գործել։ Երբ Էլիզին բերում են մահապատժի վայրը և դահիճն արդեն պատրաստվում է այրել նրան, հանկարծ երկնքից իջնում են 11 հսկա ճերմակ կարապներ։ Մի ակնթարթում Էլիզը վերցնում է շապիկները և նետում է նրանց վրա։ Հանկարծ ամպերը գոռում են, փայլատակում է կայծակը։ Կարապները անհետանում են, և նրանց փոխարեն հայտնվում են 11 հրաշալի երիտասարդներ։ Միայն կրտսեր եղբայրն է շարունակում մնալ կարապի թևով, որովհետև Էլիզը հասցրած չի լինում գործել 11-րդ շապիկի թևքը։ «Այժմ ես կարող եմ խոսել», ուրախությունից արտասվելով ասում է Էլիզը, «ես անմեղ եմ»։ Այս ասելով Էլիզը գնում է ու գրկում եղբայրներին։ Էլիզի եղբայրները ամեն ինչ պատմում են թագավորին։ Մարդիկ ուրախանում են, եկեղեցու զանգերը սկսում են ուրախ ղուղանջել։ Թագավորն ամուսնանում է Էլիզի հետ։ Նրա եղբայրներին հրավիրում է պալատ, և նրանք երջանիկ ապրում են մինչև խոր ծերություն։ Այսքանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք։